Արմավիրի մարզի Կողբավան գյուղում ենք։ Մի փողոցից բաղկացած այս գյուղում ըստ պաշտոնական տվյալների 121 բնակիչ կա։ Իրականում բնակիչների թիվը ավելի փոքր է։ Տարվա այս օրերին մի քանի տուն է այստեղ ապրում։ Գյուղ մտնելուն պես առաջինը հանդիպեցինք Մրադին։ Փռում ենք դեմը։ Ողջարը բրախում ենք վերեն, գալմուտում, վալետ։ Կողբավանում եզդիներ ու հայեր են ապրում։ Զբաղմունքը անասնապահությունն է։ Շո 2-3 տղա ունեմ, քասա 13 ծոր ունեմ 550 հատ ողջար։ Պապականից զբաղվել ենք, իշեմկայել զբաղվում ենք։ Մենք ոչ պաշտոն ունենք, ոչ գալուստուկ ունենք, ոչ ուրիշ բանով ենք զբաղվում, բալես։ Էդ է մեր անասունները, մեր գործը։ Էդ էլ որ չենք, իսկի չենք անահավի։ Հեշտ ալավա։ Հեշտ բան չկա, հեշտ բան չկա։ Հեշտ ոչ սրան շապատ կա, ոչ կիրակի կա, ոչ զավոտ է, էսի ոչ էլ բան է։ Տարի 12 ամիս դրա հետ զբաղվանք։ Միջև այս թվին խորի շնորհակալ եմ գոհեմ, համ հարցերից, համ թորներից, համ տղեկից, համ ծորներից։ Դրանից հետո էլ այս ընտրության հետ ինչ կեղի, հետ էլ Աստված գիտա։ Հլա միջև կա ես գոհ եմ։ Գյուղում չկա մանկապարտեզ, դպրոց, երեխաները կողքի գյուղ, Վանանդ են գնում դասի։ Համայնքապետարանը մեքենա է տրամադրել երեխաների փոխադրումը կազմակերպելու համար։ Գյուղը չունի բնական գազ, իսկ ջրի խնդիրը լուրջ է։ Այս պահին ջուր չկա։ Պոմպի խափանման պատճառով ջուրը երբեմն չի հասնում գյուղ։ Ասում են ձմռանը ջրի հարցը բարդ է լինում։ Ջուրը տարաներով են բերում կողքի գյուղից։ Այս լավետը վերցնում եմ, մտնում եմ Վանանդ ժամերով կայնին պետք է ջուր բերեմ, որ երեխեն կարող է այդ մոմեդին մեկը վատնա, ոնց պետք է լինի։ Թոյելի աղշատին, թոյելի իրանց առողջություն եղի, բայց իրանք թո մեղրն չուտեն, տզեզեն չբրաղեն գյուղաթու վրա։ Մրադ Ջանգոյանը 500 գլուխ մանր եղջերավոր ունի։ Գյուղի հիմնական խնդիր համարում է արոտավայրերի բացակայությունը։ Գյուղացիներն ասում են, որ մի քանի տարի առաջ գյուղում ոչխար պահելն ավելի շահավետ էր, քան այսօր։ Այս արոտավայրերի սեփականաշնորհումից հետո կենդանիներին չեն կարողանում արոտի ուղարկել։ Խոտ ավելի շատ են գնում, ուրիշ գյուղերում արոտավայրեր են վարձակալում։ Ստացված գումարը ծախսվում է այս հավելյալ կարիքները հոգալու համար։ Ասում են լավ է, որ գյուղի տարածքները հետաքրքրել են ներդրողներին, սակայն հիմնականում տուժում են իրենք, գյուղացիները։ Հիմա անդի ասում եմ պայի, որտե պայեմ, աչ թեկում եմ, չկա, ձախ թեկում եմ, չկա, տարած չկա։ Լրի մասնավոր առած մարդիկ առեր են։ Կողբավանում 35 տուն կա, մի քանի տան մեջ են միայն մարդիկ ապրում, գյուղում հաշվառված է 4000-ից ավելի ոչխար։ Գյուղատնտեսությամբ շատ չեն զբաղվում, այլ զբաղմունք չկա գյուղում։ Ջանգոյանների ընտանիքը ամռանը ոչխարներին սարն է տանում, աշնանը հետ են վերադառնում գյուղ։ Գյուղում հաջորդը հանդիպեցինք Խալիլյաններին, դրսում աթարն էին մշակում չորացնելու եւ վառելիք ունենալու համար։ Ձմռանը այստեղ աթարի վառարաններով են դիմակայում ցրտին։ Իսկ ձեր ընտանիքի անդամները։ Մեր ընտանիքի անդամները հարսս մի հատ տղես մեծը բաժանա, Վանանդում ապրում։ Այս երկրորդ տղուս էլ երկու հատ թորնիկ ունեմ, ստե իմ մոտն է որ ապրում։ Մեր տղաս էլ բանակից նորասին զորացրվել։ Կինը ձեր։ Կինս էլ բանա, ինչ ասեմ, կնոջ համար ինչ ասեմ, կնոջ համար ոչ բան, օգնում, էդ էլ է մեզ օգնում, առավոտ մեր հետ վերիկանում, գալիս է, անասունը ինչ-որ գործը, ինք իրա գործն անում, մեկ էլ մեր գործ անում տղամարդիկ։ Կողբավանը նաև իր պարով է հայտնի, Անուշն էլ ժամանակին սարքում էր, ընտանիքից գոհ է Անուշը, 7 հոգով են բնակվում, իրար օգնելով գյուղի գործերը հասցնում են, ասում է այստեղ դժվար են հարց գալիս, եկողն էլ հարմարվում է։ Շատ գոհ եմ, որ սենց էլ էթան շատ լավ է։ Հիմիկվա դրության ջահելները մի քիչ բան չէ, բայց հիմա փառք Աստծո։ Դե ես գիտեմ, որ հիմիկվա ջահելները մի քիչ իրանց ուզածն են, էլի ուզում անեն։ Բայց մենք եկել ենք հարց եղել, չի եղել, համակերպվել ենք, արել ենք, դրել ենք, վերցրել ենք, այդ ենք։ Դե հիմա լավ է, որ իրանք պահանջում են ամեն ինչը լինի տեղը, պարսի բնականաբար։ Սիաբանթը նշում է, որ գյուղում ապրող ընտանիքների թիվը տարեստարի նվազում է։ Գյուղում խանութ չկա, Ոչ, խանութ։
Իջնում ենք ցածը, ցածից ենք մեր առևտուրը անում։ Ինչ որ պետք է լինում, այդից ենք անում։ Ցածը վանանտն է։ Վանանդը կամ օկտեմբերյան, որտեղ որ գնում ենք, այդից մեր առևտուրը անում ենք։ Իրիկով Այո։ Ոնց էլ լինի 2 օր, 3 օր մենք իջնում ենք ցածը, առնում բերում ենք մեր ապրանքը։ Ինչ որ պետք է լինում։ Չնայած դժվարություններին գյուղում մնացած ընտանիքները շարունակում են ապրել ու աշխատել այստեղ, պահպանելով գյուղական կյանքի ավանդույթները։ Բնակիչները նաև նշում են, որ եթե պայմանները չփոխվեն եւ հիմնական ծառայությունները հասանելի չդառնան, երիտասարդ ընտանիքները ավելի հաճախ են մտածելու գյուղից հեռանալու մասին։